Քրիստոսի սիրո բادرյանը մնաց ձեր մեջ, սիրելի ագնտիներ, ողջունենք ձեզ Զմարյամ միապանության երանելի Իգնատիոս Մալոյան տվևանքեն։ Հիսուսի Քրիստոսի ծնունդեն 40 օրերի հետ եկեղեցվո մեջ կնշենք 40-օրյա Հիսուսի դաջար ընծայումը դյար ընթարաչը, որ կնշանակե Տիրոջ ընթարաչ երթալ։ Դոնի նախօրյակին երեգյան ժամերկությամբ ընթաց կարած արարողությունը հարուստ է իր խորհրդանիշներով։ Ժամերկության ընթացքին գորնվին մոմերը, ապա տապորով գուրվին դեպի եկեղեցվո քավիտը, ուր նախորդ պատրաստված կլա օրվան խարույգը։ Ընթերցումներուն ընթացքին օրնված մոմով գվարեն խարույգը, ապա դեղի գունենա անտաստանորնեկը, որով աշխարհի 4 ծագերը գորնվին։ Ավարտին յուրաքանչյուր հավատացյալ իր բնակարանը գտանի այդ օրնված մոմերեն։ Ըստ Սուրբ Գրիգոր Դատեվացիին խարույգի գրագի փոփոխելու ադեն հավատացյալները աստվածային սիրո հուրը գահայցեն անգե։ Իսկ այս դոնը ի դարբերություն այլոց հայերուս մոտ ունի դողմային ավանդական նշանակություն ևս, որուն շուրջ տեղեկություններ ստանալու եւ զայն ագնտիրներուն հասու դարձնելու համար խոսքը գուտանք Զմարյամ միապանության երանելի Իգնատիոս Մալոյան տվևանքի դիրացու Ժուլիան Լևոն Ստեփանին։ Հայաստանը գտնվելով արևելյան եւ արևմտյան քաղաքագործություններու հատմամբ խաչմերուկի վրա հնագույն երկրներու մեջ իր ռազմավարական տիպն ու նշանակությունը ունեցած է եւ գամրջող ուղղակը հանդիսացած։ Որպես այդպիսի քաղաքական, տնտեսական եւ մշակութային գաբեր հաստատած է զինք չրչաբադող երկրներու հետ, այսպիսով հին աշխարհի երկրները առանջվելով մեկ զմույսին հետ աստված են միմյանց գենցաղեն ավանդութենեն եւ սովորութենեն։ Հիշատակության արժանի է տիծապանության բնակավարը, ուր հայ ժողովուրդը ևս աստվելով տերացի երկրներու չազվածներեն, ձայն բադվածելով հայուն բնորոշ վարկակիցին, ստեղծած է ուրույն հայկական հետանոսական տիծարանի ամբողջ համաստեղությունը հատկապես նախքան Քրիստոս 4 եւ 3-րդ դարերում։ Անոնցմե ոմանց նկատմամբ ժողովուրդը այնքան մեծ ծեր դադած է եւ այնքան բարած է անոնց պաշտամունքին, որ եկեղեցվո հայրերը ագամա զայն համապատասխանեցուցած եւ միացուլած են քրիստոնեական ձեսի մեջ, պահպանելով սակայն հետանոսական ավանդությունը։ Հայկական տիծարանի ամենասիրված տիծերեն մեկն է Միհերը, Արմաստի որդին։ Անգե մարմնավոր է արեկագը խորհրդանիշելով ճշմարտությունը, մաքրությունը եւ լույսը։ Միհերի պաշտամունքը Հայաստանի մեջ գդրված է արեկ ամսում, այսինքն մարտի 9-ին ապրիլի 7-ը ինգած ժամանակահատվածին։ Հետագային հայերը համատրելով զայն քրիստոնեական հավատքին հետ համապատասխանեցած են դիարընտարաչի զեսին հետ եւ նշած բեդերվար ամսուն։ Օրվան որպես խորհրդանիշ ունենալով խարույգը, որ ի հարգին գրնա արտարներու չերմացնել, իսկ մեղավարներու խանձել։ Այս այն լույսն է, որ 40-օրյա Հիսուսի դաջարի ընծայմամբ ջարակայթեցավ։ Շնորհակալություն գայտնենք դիրացու Ժուլիան Լևոն Ստեփանին այս սպարիչ տեղեկություններուն համար։ Իսկ ինչ կվերապերի օրվա խարույգին, ապա հետանոսական սովորութենեն չբոգվող եւ նախաքրիստոնեական տարաշրջան ցկտող հայուն համար անհրաժեշտ է ստեղծել ազատ, գադարյալ եւ ներդաշնակ կյանքը, ու պատմության ընդմեջեն վերաիմաստավորվեր եւ վերագանքնվեր մարդկության գործընթացած ամենաթանկ եւ անկնահատելի արժեքը լույսը, որպես սկզբնաղբյուր մեր վայելած բոլոր բարիքներում։ Ան կյանքի անհրաժեշտությունն է, որն շնորհիվ մարմինը գազմավորվելով եւ գադարելագործվելով գմիանա իր էության հետ, իսկ էությունը կապված է լույսի հետ, լույսը Աստուծո, որով աշխարհի մեջ կյանքի առաջին աղբյուրը լույսն է։ Իզուր չէ, որ դեպի լույսի աղբյուր հարադև խոյանք էր հայու կյանքը, ուր նաեւ հայոց պատմության եղերական էջերն անգամ իզորու չէին կասեցնելու այդ երթը։ Ահա թե ինչու հայը գարչած մնաց խարույգ վայրելու իր ավանդական սովորությանց, զամիացուլելով մանուկ Հիսուսի դաջար ընծայման օրվան
որ լույսը 2000-ամյակի ի վեր մեզ գարաչնորդ է դեպի հավերժություն, դեպի հավիտենականություն և մշտնչենականություն։ Սուրբ Գրիգոր Դատեվացին գմեկնաբանե, հետանոցները գբաշտեին բոլոր արարածները, առավելաբար ինչպես Բարսից ասկը։ Ուստի մենք վարած հուրը գնձայինք Աստուծո իբադիվ, ասելով, տուն ես ճշմարիտ Աստվածը, որ երևեցար։ Հետանոցները Աստուծո բադիվը գրագին գմադուցեին, իսկ մենք այդ գրագը, որպես Քրիստոսի ծառաներ, գբերենք անոր ծառայեցնելու։ Այս տոնը հրավեր մնե մեզի Տիրոջ ընթരാճ երթալու, որպեսզի հասնենք Քրիստոսի ճշմարիտ լույսը բովանդակելու մեր սրտերուն մեջ։ Քրիստոսի մարտերության խորհուրդին բացահայտում են յետ, ահա մեր գարկն է երթալու դեպի ճշմարիտ լույսը։ Ահա սիգա աստվածային սիրո թերակույն դրսևորումն է արարիչեն հերացած արարածին հանդեպ։ Հետևաբար անցանք Տիրոջ ձայնին, որովհետև ան, որ կհետևի Քրիստոսին, խավարի մեջ չի գալեր, այլ կընդունի կյանքի լույսը։ Հայ ժողովուրդի դողմիկ սովորությունները եկած են դարերու խորքեն և դեպի դարերը պիտի ընթանան։